Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան գործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, համատեղ ծրագրերին։ Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվության ավելացումը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին հարցնում են Հայաստանով անցնող ճանապարհի մասին, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին, եւ ամենակարճն է, նա նաեւ խոսում է երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձ հարգելու կարևորության մասին, հետո արդեն անմիջապես առաջ է բերում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհը, որը շրջանցում է Հայաստանն ու անցնում Իրանով, ձևակերպում է, թե այսպիսով այդ հարցը լուծվում է։ Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև եւ միևնույն ժամանակ կհեշտացնի կապը Ադրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Այս ճանապարհը, որի ադրբեջանական հատվածը ըստ Ալիևի արդեն կառուցված է, հենց իրենք Ադրբեջանի իշխանություններն էլ փաթեթավորում են որպես այլընտրանք իրենց հնարած Զանգեզուրի միջանցքին։ Ապրիլի սկզբին իր կազմակերպած տխրահռչակ համաժողովում Ալիևը ասել էր, չեն կարող նստել ու սպասել Երևանի որոշմանը, Իրանի հետ պայմանավորվածությամբ կկառուցեն ճանապարհը, որը կշրջանցի Հայաստանը, վերջինիս կթողնի փակուղում։ Ամբողջովին նույն պայմաններով է Երևանը ճանապարհ առաջարկում Բաքվին, բայց Բաքուն նախընտրում է թեհրանական տարբերակը՝ ավելի երկար ու ավելի թանկ։ Ինչ բլեֆ է անում այսպիսով Ալիևը։ Քաղաքագետն ասում է, Հայաստանից ուզածը միջանցքն է, առանց հայերի վերահսկողության, եթե հիմա համաձայնի ճանապարհի տարբերակին, ապա ըստ էության կփակի միջանցք փոկելու հնարավորության պատուհանը, իսկ իրանական ճանապարհը ժամանակ շահելու միջոց է, հատկապես այն դեպքում, երբ Իրանը բոլորովին դեմ չէ իր երկրով ադրբեջանական անցուդարձին։ Լիովին ձեռնպե Իրանին, որ այդ հաղորդակցության ուղիները անցնեն Իրանի տարածքով, Ադրբեջան Նախիջևան, ինչը մեծացնում է իր ազդեցությունը, այդ իմաստով ձեռնպե, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը գոնե այդ հատվածում, այսինքն աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիությունը Իրանի համար կարմիր գիծ է, ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որովհետև իրենք հյուսիսից ավելի խոցելի են դառնում։ Թեև իրանական ճանապարհը ավելորդ գլխացավանք է Ադրբեջանի համար, բայց Ալիևի հաշվարկները թույլ չեն տալիս աջակցել հայկական խաղաղության խաչմերուկին։ Դա կարող է Հայաստանին օգուտներ բերել։ Մյուս կողմից կարող է շարքից դուրս գալ միջանցքով կամ Սյունիքը ադրբեջանցիներով բնակեցնելու սցենարներով հայկական հողերին տիրելու Ալիևյան պլանը։ Իսկ եթե սպասում է ռազմաքաղաքական հարմար առիթի, սահմանային սադրանքով կամ բանակցություններով միջանցքի պահանջը վերաշարադրելու, ապա ո՞րն է այդ հարմար առիթը։ Ինչ որ փուլում կարող են հրաժարվել ինչ որ մի պլանից, ինչ որ փուլում մեկ այլ պլանից դրանք փոխել, բայց վերջնանպատակը իրենք չեն փոխելու։ Հիմա խանգարում է այն, որ դեռևս հստակություն չկա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Թուրքիա հարաբերություններում, բավականին կոշտ է Իրանի դիրքորոշումը այդ հարցում, պարզացած կոնսենսուս չկա, որ Ադրբեջանին թույլ կտար այդ հարցը լուծել։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որը ինքնուրույն որոշում ընդունի հարձակվել մեկ այլ ինքնիշխան պետության վրա։ Պաշտոնական Երևանը ամեն հարմար առիթով ասում է, Հայաստանի սուվերենության շրջանակում պատրաստ է ճանապարհ տրամադրել, նույնիսկ բեռների ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցված տարբերակ է առաջարկում, բայց Բաքուն նախընտրում է շարժակազմը տանել ու բերել իրանական ճամփեքով։ Դիվանագիտական համբերությունը մտածված է հանուն Զանգեզուրի միջանցքի։ Հույդայբյուրոյի Հայդատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության պատասխանատուներին, առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական եւ վարչական ենթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաեւ համապատասխան առաջարկներ եւ խորհրդատվություններ կատարելու համար։ Այս մասին հայտնել են գրասենյակից։ 2017-ից հետո առաջին անգամ պատերազմի մասնակից եւ Զինապա ազգային հիմնադրամի շահառուների ամսական հատուցումը բարձրացվել է ավելի քան 26%-ով։ Սրա արդյունքում տարեկան 4 միլիարդ դրամ ավելի կտրամադրեն հայրենիքի պաշտպաններին։ Մի շարք կանոնակարգեր զինվոր շահառուների հորդորով ազգային հիմնադրամում եւս վերանայվել են ու որոշում կայացվել փոխելու։
Զինապահի երբևէ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել եւ փոխվել է, շարունակում են ստանալ զինապահի շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը անկախ կարգի փոփոխության։ Զինապահն ըստ հիմնադրամի ղեկավարների այսօր էլ շարունակում է անկյունաքարային հաստատություն մնալ զինծառայողների ու նրանց ընտանիքների համար, եւ այն խնդիրները, որոնք դեռ կան, այն մարտահրավերները, որոնց բախվում են զինապահները, ազգային հիմնադրամը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում, նաեւ համապատասխան արձագանքելով դրանց վստահեցնում են կազմակերպության ներկայացուցիչները։ 2017 թվականից 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մենք հատուցումներ ենք տրամադրել 5491 շահառուների եւ մոտ 14000 նրանց ընտանիքի անդամների։ 2024 թվականի տարվա ավարտի դրությամբ մենք ունեցել ենք հատուցումներ 5482 դեպքերով եւ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպքեր ենք արձանագրել, որը բավականին փոքր թիվ է։ Դժբախտաբար 2024 թվականի առաջին եռամսյակում, եթե համեմատենք, մենք ունեցել ենք 147 դեպք, եւ դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին։ Հայրենիքին կյանքը զոհաբերած ավելի քան 4300 հայորդու մասին տվյալներն ի դեպ արդեն հասանելի են զինապահի վերաթողարկված կայքում, այստեղ նաև մշտապես հասանելի կլինեն դրամական հաշվետվությունները, ընդ որում ինքնաշխատ հաշվիչի միջոցով, մարդկային գործոնը բացառած, թափանցիկությունը սկզբունք է։ Զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում Արական Սեռի մինչև 18 տարեկան 8721 Հայաստանի Հանրապետության քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Ըստ վերջին 10 տարիների արդյունքների զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանդես է եկել օրենս դրական նախաձեռնությամբ, առաջարկում է մինչև 18 տարեկան Արական Սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Դատարանի որոշմամբ հաշտության համաձայնություններով 2025 թվականի մարտի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 1 միլիոն 803 000 ԱՄՆ դոլարին համարժեք 710 միլիոն դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության պետբյուջեի եկամուտները կազմել են 392.2 միլիարդ դրամ։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 68.7 միլիարդ դրամով կամ 21.2%-ով։ Միևնույն ժամանակ պետբյուջեի ծախսերը կազմել են 321.6 միլիարդ դրամ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Հաշվարկներն ուշագրավ են եղել, ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Պետքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է հանրային իրազեկման արշավ ուղղված ատելության խոսքի եւ խտրականության դեմ պայքարին, հարգանքի եւ ներառականության մշակույթի խթանմանը, որպես նախաձեռնության մաս Երևանի մետրոպոլիտենի կայարաններում եւ հանրային նշանակության վայրերում, ինչպես նաեւ Հայաստանի մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ միավորվենք դիմակայելու խտրականությանը եւ ատելության խոսքին, կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են։ Ագրոպարենային ոլորտը առանցքային նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության եւ ընդհանրապես տնտեսության զարգացման համար։ Կառավարությունը այս ոլորտում պարբերաբար նոր նախագծերով է հանդես գալիս, ներկայացնելով պետական օժանդակության ծրագրեր։ Խրախուսվում են ինտենսիվ այգիների հիմնադրումները,
առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների հիմնումը, խելացի անասնաշենքերի հիմնումը, ցեղային անասնատեսակների բազմացումը եւ տարածումը եւ մի շարք այլ ծրագրեր, որոնք թույլ կտան ագրոպարենային ոլորտում արձանագրել արտադրողականության աճ։ Ծրագրերը արդյունավետ են, բայց դրանց իրականացման համար անհրաժեշտ են միայն որակյալ մասնագետներ։ Իսկ որակյալ մասնագետներ ապահովելու առաքելությունը դրված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վրա, որովհետև համալսարանը միակ բուհն է, որը որ ապահովում է բարձրագույն կրթությամբ ագրոպարենային ոլորտի մասնագետներ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ այս ոլորտում աշխատանքի են անցնում արտասահմանցիները, մեծ է տեղական մասնագետների պահանջարկը, բայց նրանք քիչ են մեր երկրում։ Ագրարային համալսարանի ռեկտորի կարծիքով սրա հիմնական պատճառը երիտասարդների մոտ ինֆորմացիայի պակասն է ոլորտի վերաբերյալ։ Ժամանակ է պահանջում եւ աշխատանքներ պետք կատարել, որպեսզի կարողանանք իրազեկ դարձնենք մեր երիտասարդներին, պոտենցիալ դիմորդներին, որ ագրարային համալսարան ընտրելով իրենք կարող են եւ իրենց հակումները դեպի ժամանակակից տեխնոլոգիաներ բավարարել եւ աշխատել ագրարային ոլորտում որպես մասնագետներ եւ պատշաճ վաստակել։ Պետությունը որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ օժանդակություն է սկսել նախորդ տարվա սեպտեմբերից ագրարային համալսարանի 14 կրթական ծրագրերով սովորող երիտասարդները ստանում են ամսական 70,000 դրամ կրթաթոշակ։ Բարձր առաջադիմությամբ սովորելու պարագայում էլ ուսանողը հնարավորություն է ստանում հաջորդ կուրսում ստանալ 77,000 դրամ կրթաթոշակ։ Ագրարային համալսարանը միակ բուհն է Հայաստանում, որ կրթական ծրագրում կիրառում է աշխատանքային կիսամյակը։ Մեկ ամբողջ կիսամյակ ուսանողը անցնում է գործատուի մոտ աշխատանքի, գործատուն հնարավորություն է ունենում ամբողջ օրվա ընթացքում օգտագործել նույն երիտասարդի ուժը որպես իր մոտ աշխատող, երիտասարդը կարողանում է իրեն դրսևորել թե որպես մարդ, թե որպես մասնագետ իրական աշխատանքի պայմաններում։ Այս մեթոդի շնորհիվ մի շարք ուսանողներ մինչև համալսարանն ավարտելը կարողացել են իրենց մասնագիտությամբ աշխատանքի անցնել։ Փոփոխությունների մեկնարկը տրված է կադրային զարգացում, դեռ սպասվում է անհրաժեշտ են միայն լրացուցիչ ջանքեր ու հետևողական աշխատանք։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ արևմուտքը մոտ ապագայում կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա, Ուկրաինայում հրադադար հաստատելու համար։ Մենք կմեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով դա տեղի կունենա առաջիկա 8-ից 10 օրվա ընթացքում։ Նա կարծում է, որ իրեն հաջողվել է համոզել ամերիկյան կողմին Մոսկվայի նկատմամբ սպառնալիքների եւ գուցե պատժամիջոցների սրման հնարավորության հարցում, որպեսզի Կրեմլը դրդված լինի դադարեցնել կրակը։ Ամերիկայի կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ Չինաստանը կարող է ժողովրդագրական ճգնաժամի առաջ կանգնել։ Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է։ Սա վերաբերում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին, գրել է Nike-ում։ Մասկը մինչ այդ անհանգստություն էր հայտնել Եվրոպայում ծնելիության ցածր մակարդակի վերաբերյալ։ Նա նաև հայտնել է, որ ժողովրդագրական ճգնաժամի պատճառով կարող են անհետանալ ամբողջ ազգեր, այդ թվում Իտալիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի մշակույթները։ Ամերիկյան Amazon ընկերության ինտերնետ արբանյակների առաջին խմբաքանակը ուղեծիր է արձակվել ULA Atlas V հրթիռի միջոցով Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Առաջիկա շաբաթների ընթացքում 27 սարք կհասնի մոտ 630 կիլոմետր բարձրության։ Ջեֆ Բեզոսի կողմից հիմնադրված Amazon-ը նախատեսում է ուղեծիր դուրս բերել ավելի քան 3200 նման արբանյակներ համաշխարհային լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար։ Հնդկաստանի սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը հարձակվել է մրցավարի վրա։ Գրոհը տեղի ունեցել հանդիպման 28-րդ րոպեին։ Մրցավարը փորձել է պաշտպանվել միջատներից։ Նա պառկել է սիզամարգին ծածկվելով սրբիչով։ Մեղուները նահանջել են, երբ մրցավարը դեղին մարզահագուստը փոխել է սևով։ Թուրքիայում 25 զբոսաշրջիկի տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, տուժել է ավելի քան 18 մարդ։ Ենթադրվում է, որ վարորդը ընթացքի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհին, բախվել ջերմոցին ու կողաշրջվել։ Զբոսաշրջիկներն Անտալիայի օդանավակայանից ուղևորվում էին Սիդ քաղաքի հյուրանոցներ։ Ռաֆու փողոցի 111-ի 11 շենքի բնակիչները անձրևների ժամանակ ստիպված են լինում տանը եւ միջանցքներում ճտկավոր կոշիկներով քայլել։ Ջրափոսերը թույլ չեն տալիս այլ կերպ շարժվել։ Փաստացի 3-րդ կարգի վթարային այս շենքում 100-ից ավելի մարդ է ապրում։ Նայեք, այնտեղ կաթում է, ոտները դնել տեղ չկա։ Ստեղ նույնը։ Այ մարդ հաթոյելի ասենք։
Թույլի ցարկեն։ Շենքի բնակիչների խոսքով խոնավության պատճառով մի շարք հիվանդություններ են ձեռք բերել, բայց գնալու այլ տեղ չունեն, հակառակ դեպքում մի րոպե ավել չէին մնա։ Ի դեպ ըստ քաղաքացիների դեպքեր են եղել, որ հորդարած անձրևներից հետո հոսանքի կարճ միացում է եղել։ Այսինքն հայտարարակ վիճակը։ Լավա տղեկ զարթն է լավ օդից։ Հենա։ Հա։ Երեք չէ առաջի օրը Արմանես դու։ Եթե հոտ չարդեն Արմանը չլեր։ Գիշերված ժամը 4։ Հիմա պաշարը դիգե։ Մի անգամ եկան տոլ արեցին, մազուց սկսեցին դե քանի տարի առաջ։ Հայ, էդի արդեն դե չկա։ Քայքայվել է։ Բայց թե շենքնում պատասխանատվության գոտում է, քաղաքացիներն այդպես էլ հասկանալ չեն կարողանում։ Խնդրանքով են դիմում կառավարությանն ու քաղաքային իշխանությանը։ Նոր-Նորքի Գյուրջան փողոցում մի քանի օր է հակասանիտարական վիճակ է, կեղտաջրերը ողողել են ամբողջ փողոցը, դիտահորը չի գործում։ Մի քանի մետր այն կողմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն է, հակասանիտարական վիճակից բողոքում են ոչ միայն հարևանությամբ ապրողները, խանութի սեփականատերերը, նաև այդ բժշկական կենտրոն այցելողները։ Քաղաքային իշխանությանը կոչ են անում գտնել խնդրի պատասխանատուին եւ օպերատիվ կերպով վերացնել այն։ Ասում էին նաև, որ մի քանի անգամ զանգել են Վիոլա ջուր, Երևանի քաղաքապետարանի փեժի, Նոր-Նորքի քաղաքապետարան, սակայն ոչ մի տեղից դրական պատասխան չեն ստացել։ Ի դեպ այս փողոցից Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա է։ Ապրիլի 29-ին Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են հրդեհի վայր մեկնող լուսաձայնային ազդանշանները միացրած փրկարարական կամազը, Մերսեդեսը, Ֆորդ Տրանզիտը, Օփելը եւ Գազ 3110-ը։ 5 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Նա 34-ամյա Հարություն Զ-ն էր։ Դեպքի վայրում էին նաև ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները։ Իսկ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 մեքենա եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Դեպքի վայր են ժամանել նաև Սևան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն տեղում պարզվել է, որ բժիշկների կարիքը չկա։ Ապրիլի 28-ին Մայրաքաղաքում կառուցվող շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Զորափի 70 կոտորակ 2 հասցեում կառուցվող շենքում աշխատակիցը 6-րդ հարկից ընկել է։ Ոստիկաններն ու պարեկները տղամարդու դի են հայտնաբերել վերելակի հորանի մոտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Արաքելյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ապրիլի 27-ին 36-ամյա հրաչուհին Hyundai Elantra-ով Բաբաջանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին, մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի բարեկները։ Ավտոմեքենայի հետևի համար, եթե արժևի համարանիշը բացակայում էր թարի պատճառով, ապա հետևի համարանիշը բացակայում է։ Ապրիլի 28-ին մեծ թվով փրկարարներ ու թիավարներ շարունակել են որոնել Ուկրաինայի Հանրապետության անչափահաս աղջկան, որը ապրիլի 27-ին մանկական երկաթուղու տարածքում ընկել էր Հրազդան գետը։ Որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն են վերցրել դեպի Երևանյան լիճ։
Եվ արդեն մի քանի օր է Սեբաստիատի Չինափողոցների խաչմերուկում իսկական քաոս է։ Լուսագիրները չեն աշխատում։ Դրանից բացի Երևանի քաղաքապետարանը փոսալցման աշխատանքներով պայմանավորված հեռացրել է ասֆալտը, նորը չի արվել։ Գերլարված Երևանի գնդի պարեկներն են աշխատել, 25-ից ավելի վթար են արձանագրել։ Մեքենաները փոսերի մեջ ընկնելով վնասել են անվադողերը։ Ավտոբուսների խաթր ասֆալտն արեք։ Ոչ չգանես 10 օր այս վիճակն ասում են կանենք։